Ռուսաստանը պատրաստվում է վերահսկել միգրանտներին նոր բջջային հավելվածի միջոցով։ Նրանք, ովքեր կհրաժարվեն կիսվել իրենց գտնվելու վայրի մասին տվյալներով, կարող են արտաքսվել երկրից։ Մայիսին Պետդումայում ընդունված օրինագիծը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Այս էքսպերիմենտը կկիրառվի Մոսկվայի մարզ առանց վիզայի մուտք գործող բոլոր օտարերկրացիների հանդեպ, բացառությամբ անչափահասների, դիվանագետների, նրանց ընտանիքների, ինչպես նաև Բելարուսի քաղաքացիների։ Օտարերկրացիների շարժին հետևելը կսկսվի Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում, որտեղ ամենից շատ են միգրանտ աշխատողները։ Միգրանտներին հետևել նշանակում է ցանկացած մեկին հետևելու հնարավորություն։ Խոսքը անցանկալի համարվող անձանց մասին է։ Սա պարզապես լիակատար հսկողություն է։ Կրկնում եմ, դա աներևակայելի թանկ է, բայց անհատապես դա հնարավոր կլինի անել։ Եթե նրանք ցանկանան հետևել ձեզ, նրանք դա կանեն։ То есть, если вас захотят, то вас отследят. Հիմա միգրանտները պարտավոր են մատնահետքեր հանձնել, բժշկական զննում անցնել եւ իշխանություններին հայտնել իրենց փաստացի բնակության հասցեն։ Առանց այս պահանջները կատարելու նրանց թույլ չի տրվում ապրել կամ աշխատել Ռուսաստանում։ Նոր օրենքով պարտադիր կդառնա նաեւ հատուկ բջջային հավելվածում գրանցվելը։ Նրանք, ովքեր կփորձեն խուսափել աշխարհագրական դիրքի վերահսկողությունից, կհայտնվեն վերահսկվող անձանց գրանցամատյանում եւ կարտաքսվեն։ Չեմ կարողանում պատկերացնել ինչպես է սա իրականացվելու։ Կարծում եմ չմտածված եւ շատ դժվար կիրառելի օրենք է։ Արդյունքում միգրանտների մեծ մասը կհայտնվի վերահսկվող անձանց ցուցակում եւ կարտաքսվի։ Քննադատները պնդում են, ծրագիրը ոչ միայն խախտում է անձնական կյանքի իրավունքը, այլև թանկարժեք է ու չարաշահումների տեղիք տվող։ Սիմ քարտերը գրեթե բռնի կերպով բաժանվում են միգրացիոն կենտրոններում։ Նրանք ասում են, եթե դուք չվերցնեք, ծանոթում չեք ստանա ձեր բժշկական զննման արդյունքների կամ աշխատանքային թույլտվության պատրաստ լինելու մասին։ Հենց այդ սիմ քարտերով են պատրաստվում վերահսկել տեղաշարժը։ Սա խելահեղ թանկ է։ Չեմ կարծում, թե կարող են բոլորին վերահսկել, բայց նրանք միշտ հնարավորություն կունենան կաշառք վերցնելու միշտ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առնվազն 4 տարի, մինչև 2029 սեպտեմբեր։